Մարզահամերգային համալիրը պատրաստվում է դիմավորել գլխավոր հյուրերին։ Համալիրի մուտքի մոտ փռվել է ավանդական կարմիր գորգը, տեղում են բազմաթիվ լրատվամիջոցներ, ընդ որում մի շարք երկրներից։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ժամանել է համալիր, որտեղ ժամեր անց տեղի կունենա կարևոր իրադարձությունը։ Ավելի քան 2 տասնյակ պետությունների ղեկավարներ Հայաստան են ժամանել մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Որոշ ղեկավարներ դեռ վայրեջք չեն կատարել։ Գագաթնաժողովը անցեկացվելու մայիսի 4-ից 5-ը։ Բելգիան դեսպանատուն է բացել Երևանում։ Արարողությանը մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա բելգիացի գործընկերը։ Բելգիայի վարչապետը իր ելույթի ընթացքում նշել է, որ ավելի քան 3 դար առաջ հայ անվանի եպիսկոպոս Թովմաս Վանանդեցին Ամստերդամում բացել է տպարան ու աշխարհին նվիրել հայերեն առաջին քարտեզը։ Բարդևիերևը կարևորել է Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններն ու նշել, որ այս քայլով եւս մեկ անգամ ամրապնդվել է երկրների միջև կապը։ Բելգիայի վարչապետը Հայաստանում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Երևան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկոյան զբոսանքի ընթացքում Մակրոնը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնցից մեկն էլ եղել է Բաքվում պահվող հայ գերիների մասին։ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ պատրաստվում է հարցը քննարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ You know that we always try to play our role. Դուք գիտեք, որ մենք միշտ փորձում ենք մեր դերակատարումը ունենալ միջնորդելու եւ օգնելու հարցում։ Ես հավատում եմ միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքին եւ շատ ուրախ եմ, որ վերջին ամիսների ընթացքում լարվածությունը նվազել է եւ սկսվել է նոր փուլ։ Կարծում եմ, որ շատ կարեւոր է աջակցել խաղաղության եւ կայունության այս նոր փուլին, այնպես որ մեր դերը հնարավոր ամեն ինչ անելն է իրավիճակը բարելավելու ուղղությամբ։ Երեկոյան զբոսանքից Մակրոնը Facebook-յան էջում տեսանյութ է հրապարակել ու շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին ջերմընդունելության համար։ Շատ ուրախ եմ կրկին Հայաստանում գտնվելու համար։ Շնորհակալություն այս ջերմընդունելության համար։ Վաղը Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում մենք կշարունակենք կառուցել ավելի ինքնիշխան Եվրոպա։ Այնուհետև իմ բարեկամի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև, գրել է Ֆրանսիայի նախագահը։ Թուրքիայի Հայաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլչը կժամանի Երևան։ Թուրք բանագնացը կմասնակցի Երևանի երկխոսություն 2026-ին, որը տեղի կունենա մայիսի 5-ից 6-ը։ Սա դիվանագետի երկրորդ այցն է Հայաստանի մայրաքաղաք, առաջինը տեղի ունեցել 2025 թվականի սեպտեմբերին։ Երևան է ժամանել Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, նրան դիմավորել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հայաստան է ժամանել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Իսկ Իսպանիայի վարչապետի ինքնաթիռը հարկադրաբար վայրեջք է կատարել Անկարայում։ Ըստ Անադոլու գործակալության Պեդրո Սանչեսը Մադրիդից թռչում էր Երևան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, երբ ինքնաթիռը տեխնիկական պատճառներով արտակարգ վայրեջք է կատարել Անկարայում։ Լուրջ անսարքություն չի եղել, վայրեջքը եղել է անվտանգության նկատառումներից ելնելով։ Հաղորդվում է, որ վարչապետը գիշերը կանցկացնի Անկարայում եւ առավոտյան կմեկնի Երևան։ Երևան է ժամանել նաև Եվրամիության պատվիրակությունը։ Կազմում են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան եւ Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Նրանց օդանավակայանում դիմավորել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի ուղեկցությամբ հյուրերին դիմավորել եւ այցի ընթացքում ուղեկցել է ցեղասպանության թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրայչ Հաթաշչյանը։ Հունաստանի նախագահը ծաղկեպսակ է դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, ում զվարթնոց օդանավակայանում դիմավորել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Սա Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի առաջին այցն է Հայաստան։ ԱՄՆ
նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկուշաբթի առավոտյան կսկսեն նավերի ուղեկցման գործողությունը Հորմուզի նեղուցով։ Թրամփը իր Truth Social սոցիալական հարթակում գրել է, թե աշխարհի տարբեր երկրներ դիմել են Վաշինգտոնին ազատելու իրենց նավերը, որոնք Հորմուզի նեղուցում արգելափակված են։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը կրկին սպառնացել է, որ եթե այս մարդասիրական գործընթացը որևէ կերպ խոչընդոտվի, ապա նման միջամտությունը ցավոք կլուծվի ուժով։ Նրա այս հայտարարությունից կարելի է ենթադրել, որ խոսքը զինտեխնիկայի ուժի մասին է։ Թեհրանը Պակիստանի միջնորդությամբ Վաշինգտոնին է փոխանցել տարածաշրջանային հակամարտության կարգավորման 14 կետից բաղկացած իր պայմանները։ Իրանը մերժել է Սպիտակ տան առաջարկած երկամսյա հրադադարը եւ պահանջում է պատերազմի վերջնական ավարտ ընդամենը 30 օրվա ընթացքում։ Իրանական ծրագիրը ներառում է ամերիկյան զորքերի դուրսբերումը տարածաշրջանից, պատժամիջոցների չեղարկումն ու սառեցված ակտիվների վերադարձը։ Փաստաթուղթը նախատեսում է նաեւ անվտանգության երաշխիքներ, ծովային շրջափակման վերացում եւ Հորմուզի նեղուցի շահագործման նոր կանոնների սահմանում։ Թեհրանի միայն այս քայլերից եւ ռեպարացիաների վճարումից հետո հնարավոր կլինի սկսել բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ։ Ներկայացված այս առավելապաշտական պահանջները գործնականում անիրագործելի են թվում եւ էականորեն բարդացնում են դիվանագիտական հանգուցալուծման հասնելու հեռանկարը։ Դոնալդ Թրամփը թերավատորեն է արտահայտվել Իրանի ներկայացրած 14 կետից բաղկացած նոր առաջարկի վերաբերյալ, նշելով, որ այն դժվար թե ընդունելի լինի։ Ըստ նրա, Իրանը դեռևս բավարար գին չի վճարել վերջին տասնամյակների իր գործողությունների համար, որպիսի նման զիջումների հույս ունենա։ Իրանական կողմի պահանջները ներառում են ամերիկյան զորքերի դուրսբերում տարածաշրջանից, շրջափակման վերացում եւ սառեցված ակտիվների վերադարձ։ Թրամփը շեշտել է, որ թեև կվերանայի փաստաթուղթը, սակայն այն չի համարում համապատասխան ստեղծված իրավիճակին։ Սպիտակ տունն ակտիվորեն սկսել է նախագահ Դոնալդ Թրամփի անունն ու կերպարը ներկայացնել Միացյալ Նահանգների պետական բազմաթիվ օբյեկտներում եւ ծրագրերում։ NBC News-ի տվյալներով այս գործընթացն արդեն ընդգրկել է առնվազն 12 խոշոր նախագիծ եւ դաշնային նշանակության վայր։ Մասնավորապես նախատեսվում է Վաշինգտոնի Քենեդի անվան կենտրոնը վերանվանել Թրամփ Քենեդի կենտրոնի, իսկ նոր ռազմական նավերին տալ Թրամփ դասի անվանումը։ Նախագահի անունը պետք է կրել նաեւ երեխաների կൂട്ടակային հաշիվները, դեղերի զեղչման պետական ծրագիրը եւ նույնիսկ դոլարի նոր թղթադրամները։ Մայրաքաղաքում քննարկվում է նաև անկախության 250-ամյակին նվիրված Թրամփի կամար հաղթական հուշարձանի կառուցումը։ Վերլուծաբանները նկատում են, որ պետական խորհրդանիշների նմանատիպ անձնավորումը ժամանակակից Ամերիկայում չունի որևէ պատմական նախադեպ։